Բարև ձեզ։ Այսօր մեր հյուրի հետ խոսենք ապելասիոնների եւ գինեգործական տեխնոլոգիաների մասին։ Լիլիա ջան, ողջույն։ Ողջույն Սոս ջան։ Ես կուզեմ այսօր խոսանք գինեգործական երկրների, շրջանների, ապելասիոնների ու գինու պատրաստման տեխնոլոգիաների մասին, թե դրանք ինչի են այդքան բազմազան, բազմաշերտ, փորձենք հասկանանք, հերթադիտողին էլ ներկայացնենք տարբերությունները, որպեսզի իրենք էլ խանութում տեսնեն գրվածները, փորձեն հասկանան դա ինչ է նշանակում ու ճիշտ ընտրություն կայացնեն։ Հոյակապ թեմա է, շատ ծավալուն ու այո, կփորձենք այնպես քննարկել, որ նաև օգտակար ինչ-որ ինֆորմացիա ստանան սպառողները։ Ինձ թվում է ճիշտ կլինի սկսենք գինեգործական երկրներից տարանջատումները, հին աշխարհ, նոր աշխարհ ու հետո սկսենք բացել գծիկը։ Շատ կարճ պատմական ակնարկ եթե անենք, հա, գինեգործությունը որպես այդպեսին ծագել է մեր տարածաշրջանում, ներկայիս Հայաստանի տարածքում, հյուսիսային Իրանի տարածքում, ընդհանրապես տարածաշրջանում շատերը հավանաբար տեղյակ են Արենի մեկ քարանձավի եւ ընդհանուր մեր հարուստ գինեգործական ժառանգության մասին, որպեսզի շատ ժամանակ չգրավենք, այսպես ասած, դրանից հետո տարբեր մշակույթներ, քաղաքակրթություններ, ազգեր տարածել են խաղողագործությունը այլ տարածքներ, հիմնականում ասում են հույները եւ փյունիկեցիները, այսպես ասած։ Գինեգործությունը որպես այդպեսին պատահականության արդյունքում է եղել, այսինքն խաղողը հավաքել են, պահել են եւ խմորումը գնացել է, այդպես հա ստեղծվել է։ Ի սկզբանե գինին ավելի էլիտար խմիչք է եղել, Ծիսական նպատակով օգտագործվել արքաների հին Հունաստանում նույնիսկ սիմպոզիում բառը սիմպոզիա դրա հոգնակին որ կա միասին խմել, հա, իրականում դա ֆորմալ խմելու հավաքույթներ են եղել, հիմնական տղամարդիկ եւ ավելի էլիտար կարգավիճակ ունեցող, հա, որտեղ խմել են, քննարկել են տարբեր հարցեր, փիլիսոփայություն, քաղաքականություն, պոեզիա եւ այլն, սակայն ինչ-որ ժամանակ անց հռոմեական կայսրությունում եւ նույնիսկ հին Հունաստանում արդեն նույնիսկ ստրուկներն են խմել, բայց շատ դասակարգված է եղել, այսինքն դա սոցիալական կարգավիճակի ինչ որ նշան է եղել, հա, այսինքն նույնիսկ այն ժամանակ գինու որակները տարբերվել են եւ ըստ կարգավիճակի տարբեր անձիկ տարբեր գինիներ են խմել, տարբեր որակի եւ այլն։ Հիմա էլ այդով կան ասել ինչ որ չափով։ Սակայն մյուս կողմից ըստ իս այս պահին գինին շատ ավելի դեմոկրատական է այն առումով, որ կան շատ լավ գինիներ, որոնք արժեն 2000-3000 դրամ, նույնիսկ 1800 դրամ, որոնք արատներ չունեն եւ այլն, այսինքն մենք պատկերացնում ենք, որ նախկինում ավելի լավ գինի է եղել կամ ինչ-որ sense բաներ, բայց իրական տեխնոլոգիաները եւ այլն մի կողմից բերել են նրան, որ գլոբալ առումով ողջ աշխարհում գինիների մեծածավալ արտադրության դեպքում ինչ որ խաղողի սորտեր, օրինակ շարդոնեն էս երկրից են, երկրից իրար նման է կամ չգիտեմ կարմեներն, բայց մյուս կողմից առանց արատների խմբող, մատչելի ինչ-որ հասկանալի ոճով գինիներ կան։ Ըստ էության հիմա շատ ավելի մարդիկ ունեն հնարավորություն լավ որակի գինի խմելու, քան անցյալում։ Հա, լիովին համաձայն եմ, որտեվ գինու պատրաստման եւ պահպանման պայմանները հիմա ավելի լավ են հաստատ, քան նախկինում։ Շատ լավ, հին աշխարհի երկրները որոնք են ու նոր աշխարհի երկրները որոնք են կոչվում ու այդ տերմինը որտեղից է առաջացել ու երբանից։ Անկեղծ ասած չգիտեմ երբ է առաջացել, բայց հավանաբար 20-րդ դարի սկզբին կամ 20-րդ դարում ըստ էության հին աշխարհի նոր աշխարհի երկրները այն երկրներն են ոչ սպառի ցանկը, հա, օրինակ ԱՄՆ, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Հարավային Աֆրիկա, այն երկրներ, որտեղ հիմնականում եվրոպացի վերաբնակիչները կամ չգիտեմ ինչպես ասել, չեմ ուզում ասել կոլոնիզացիա անող զավթիչները, վերաբնակիչները, հա, իրենք են իրենց հետ տարել այդ մշակույթը, նաև վանականները, նաև պարզապես խաղողագործներ, սովորական գյուղացիներ իրենց հետ վազերը տարել են, տնկել են եւ իրենց հետ նաև գիտելիքը հմտությունն են այդ նոր երկրներ տարել տեղափոխել, դա հիմնականում միջինում կարելի ասել 1750-ական, 1780-ական նայած որ երկրում երբ եւ ինչ մասշտաբի մասն է խոսքը, բայց այդ ժամանակում 18-րդ դարի երկրորդ կեսին է հիմնականում ինչ որ զարգ տրվել խաղողագործությանը այդ երկրներում։ Եվ այդ երկրները հիմնականում երբ համտեսների ընթացքում գինու հետ կապված զրույցներում ասում են հին աշխարհ, նոր աշխարհ, դա ի նկատի ունեն նոր աշխարհի երկրների թվին են դասվում, ինչպես ասեցի, ԱՄՆ, Հարավային Աֆրիկա, Նոր Զելանդիա, Ավստրալիա եւ այլն։ Հին աշխարհի երկրները գինու իմաստով
Ֆրանսիա, Իսպանիա, Պորտուգալիա, Գերմանիա, Հայաստանը, Վրաստանը ու այս տարածաշրջանի այլ երկրներ, հա, դա մեծ հարց է հին աշխարհեն, թե առանձնացնենք, ասենք, ancient հնագույն աշխարհ, դա արդեն ավելի մարքեթինգային ինչ-որ հարց է, բայց այստեղ ըստ էության կարող ենք ասել հին աշխարհ։ Եվ ամենաակնհայտ տարբերությունը ինչու՞մ է այդ գինիների, այդ աշխարհի այդ տարանջատման հին աշխարհի երկրներում, Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա եւ այլն, կարգավորումներ կան, մշակույթ կա 100-ամյա, եթե ոչ 1000-ամյա գինեգործության, խաղողի մշակության, խաղողի խմորման, գինու հնեցման, շշալեցման, այդ ամենը կարգավորված է եւ հիմնական շեշտը հատկապես Ֆրանսիայում, բայց ոչ միայն Ֆրանսիայում, դրված է տերուար հասկացության վրա, այսինքն տեղի ծագման մասին է գինին, հա, այս գինին որտեղից է գալիս դրա խաղողը Խոսքը ապելասիոնների մասին է, կարգավորված ծագման, հա, այսինքն ինչ որ շիշ վերցնում ես Բուրգունդիա, գիտես որ Բուրգունդիա ռեգիոնում է խաղաճել, Բորդո, այսպես բարձրացված եթե ասենք։ Տերուարների մեջ է կամ միկրոտերուար հասկացությունը, չէ՞, կոնկրետ այգիների, գյուղերի կամ շրջանների, մի խոսքով շատ բարդ ստրուկտուրա է ստեղծվել։ Բայց ավելի ծագման տեղի մասին, այսինքն տեղի մասին է, բնականաբար ամեն գինի ինչ որ խաղողի սորտից է կամ սորտերի խառնուրդից, նույն Ֆրանսիայում տարբեր ռեգիոններում տարբեր մշակույթներ կան, թե այգիների դասակարգման, թե գինիների հնեցման, ստեղծման եւ այլն, բայց հիմնական շեշտը տերուարի վրա է, ծագման, գինու, խաղողի։ Իսկ նոր աշխարհի երկրներում ավելի նորարարության վրա է զարգադրված եւ խաղողի սորտի, այսինքն նախնապես ամերիկյան գինիների մեծ մասում հագրված է օրինակ Napa Valley կամ այլ ինչ որ ծագման վայրը, տեղը, ռեգիոնը, բայց նաեւ նշված է խաղողի սորտը։ Այդպես շեշտը այնտեղ եղել է օրինակ սա Cabernet Sauvignon է, այսինքն սպառողը տեսնում է Cabernet Sauvignon եւ ունի ինչ որ ակնկալում, ինչ որ պատկերացումներ, ասոցիացիաներ, այո։ Ճիշտ հասկացա, այսինքն նոր աշխարհի երկրներում ապելասիոն համակարգերը դեռ ներդրված չեն կամ կիսով չափ են ներդրված։ Այո, կիսով չափ են ներդրված, կարելի ասել, տարբեր երկրներում տարբեր դեպքեր են, օրինակ ԱՄՆ-ում կան կոչվում է AVA, American Viticultural Area, ամերիկյան խաղաղարական շրջան կամ տարածք, տարածաշրջան, դրանք 100-ից ավելի են, հնարավոր է նույնիսկ 200-ից ավելի, բայց եթե հիմա ինձ հարցնես օրինակ թվարկիր 5 AVA, ես կդժվարանամ դա ասել, բայց եթե ասես օրինակ նկարագրի ամերիկյան Chardonnay կամ Cabernet Sauvignon-ը, ինչ կարելի ակնկալել հիմնական միջինում ինչ ոճի գինիներ են, դա կարող եմ ասել, էլի։ Այսինքն մի կողմից իրենց մոտ այդ նորարարությունը, ինչը նաև թույլատվել կարգավորումների բացակայությունը թույլատվել, որ իրենք ավելի հետազոտություններին զարգանան, էքսպերիմենտացիաներ անեն, հետազոտություններ այսպես թե այնպես ամեն տեղ կան, Եվրոպայում էլ կան եւ այլ տեղերում։ Էքսպերիմենտացիայի միջոցով նորարարության իրենք գիտականորեն գտել են իրենց տերուարին յուրաքանչյուր դաշտին կլիմայական պայմաններին եղանակային հարմար մշակության եւ նաեւ գինու ստեղծման ինչ-որ մեթոդներ, բայց մյուս կողմից փորձում են նաեւ ծագման աղբյուրը եւ այլն ինչ-որ կերպ նշել single vineyard մի առանձին այգուց խաղողից ստեղծված գինի։ Մեր մոտ էլ կան արտադրողներ, որոնք դա նշում են։ Լավ, խոսացինք նոր աշխարհ, հին աշխարհ, հիմա տեխնոլոգիաների մասին դու ոնց նշեցիր, նոր աշխարհում ավելի էքսպերիմենտալ, չէ, նորական տեխնոլոգիաներ են օգտագործում, նոր տեխնոլոգիաներ են առաջ գալիս։ Արի մի երկու օրինակով համեմատենք հին աշխարհ եւ նոր աշխարհ։ 1-2 տեխնոլոգիայի մասին խոսանք ու չեմ ասում շատ խորանանք, բայց բացենք ավելի հանրամատչելի լինի։ Ինչ է նշանակում այս տեխնոլոգիան տարբերությունը ոնը օրինակ կլասիկ գինեգործական տեխնոլոգիայից։ Օրինակ սկսենք կլասիկից։ Ամենապարզ ձևը, որը հիմա օգտագործվում է շատ տեղեր։ Եթե վերցնենք թե եվրոպական, թե ամերիկյան կամ որևէ այլ երկրի ինչ որ գինեգործարան, որը մեծ ծավալի գինի է արտադրում, ամենայն հավանականությամբ այդ գործանում կօգտագործվեն չժանգոտող պողպատի պահամաններ։ Ինչու չժանգոտող պողպատի պահամաններ, դրանք թե գնման պահին թանկ են, սակայն իրենք չեն ժանգոտում, նեյտրալ են եւ կարող ես օգտագործել 20 տարի, 30 տարի եւ կախված խնամքից նույնիսկ շատ ավելի երկար։ Դրանց առավելությունը նրանում է, որ նեյտրալ է, այսինքն համեր հոտեր եւ այլն գինուն չի հաղորդում։ Դրանից հետո խմորումից հետո կարող ես ջերմաստիճանն ես հեշտ կառավարում, այո։ Եվ շատ այլ աշխատանքի համար հարմար ասպեկտներ ունեն, այսպես ասած։ Դա ամենատարածվածը։
Եթե նայենք հնագույն աշխարհին եւ ընդհանրապես չգիտեմ հացահատիկի, ընտելացում, հետո գարեջրի ստեղծում, հետո գինու ստեղծում, ի սկզբանե մարդիկ հագինի արտադրել են ինչ-որ տարաների մեջ, բայց դա եղել է սպառողական իրենց անձնական սպառման համար, քանի որ հնարավոր չի եղել հարմար տարաներ, դա երկար տարածություններ տեղափոխելու արտահանելու համար։ Եվ կավագործության ստեղծմամբ առաջ գալով արդեն կավի ամանների մեջ հնարավոր էր թե խմորել գինին, թե կավի ամանը ինչ որ կերպ կլիներ դա մեղրամոմով, թե այլ կերպ փակել եւ վաճառել այլ տարածքներ, այլ երկրներ, այլ տարածաշրջաններ։ Օրինակ կավից, հնագույն, այո։ Հնագույն տեխնոլոգիա է մասն է։ Հնագույն տեխնոլոգիա, հնագույն պայմաններ, այո։ Խոսքը կարասների, քվեվրիների, իտալացիք ոնց են կոչվում, ամֆորաներ, հույները, չէ, եգիպտացիք ունեն նմանատիպ կարասանման ամաններ։ Մեր տարբերությունը վրացիների տեսքով համարյա նույն են, բայց մի մասը, չէ, օգտագործում է թաղված ամբողջությամբ, վրացիք, մենք օգտագործում ենք կիսով չափ թաղված կամ ընդհանրապես չենք թաղում կարասը։ Ըստ քեզ դա ինչի՞ց կլինի։ Անկեղծ ասած, ես անձնական փորձ կարասների հետ աշխատելու չունեմ, բայց հայկական գործարաններից մեկում մի անձով օգտագործում է կարասներ գրեթե ողջ արտադրանքի համար, ասում էր, որ օրինակ Հայաստանում ըստ իրեն եւ իր գործարանում 3 քառորդը կարասի հողի մեջ թաղված է, այսպես ասած ծածկված, 1 քառորդը օդի վրա եւ դա օգնում է թե ջերմափոխանակությանը, ջերմաստիճանի կարգավորմանը, այսինքն շատ տաք, շատ ցուրտ եւ այլն, հա, թե գազափոխանակությանը ինչ որ, այսինքն այդ ավանդույթը միանշանակ ինչ որ պատճառ ունի եւ հա տեսքի առումով եւ այլն այդքան տեղյակ չեմ, բայց տարբեր երկրներում հա նույնիսկ տարբեր տեսքի տարաներ, պահամաններ կավից փորձել են արտադրել, որպեսզի հենց ցույց տա հենց շատ վաղ ժամանակներում, որ հասկանալի լինի, որ սա այս շրջանի գինի է, նույնիսկ ձևից, հա, ինչպես կան տիպիկ գինու շշերի ձևեր, որոնք հատուկ են այս կամ այն տարածաշրջանին, ռեգիոնին, այդպես էլ նախկինում նաեւ կարասների տեսքը Ընդհանուր պատկերացում կազմեցինք հին աշխարհի գինեգործությունից, հիմա խոսանք նոր աշխարհից ու խոսանք օրինակ ինչ մեթոդներ են ներմուծվել վերջին տարիներին։ Օրինակ կարբոնիկ մացերացիայի մասին է խոսքը, ինչ է իրանից ներկայացնում է, ըստ քեզ։ Երկու բառով։ Կարբոնիկ մացերացիան Կարճ պատմելու համար շատերը լսած կլինեն Բոժոլե Նուվո, հա, Բոժոլե շրջանի մասին, որը Բուրգունդիայի հարավում է, Ֆրանսիայում, եւ Գամե խաղողի տեսակից են այդտեղ գինիներ արտադրում։ Կարբոնիկ մացերացիան ամենապարզ ձևով ասեմ, խաղողը լցնում են պահամանի մեջ, փակում են կափարիչով եւ CO2 ածխաթթու գազ են ավելացնում, այսինքն ինչ որ իներտ միջավայր են ստեղծում։ Խաղողի հատիկների մեջ սկսում է ներբջջային կամ ներթանանթային ներհատիկային խմորում եւ դրա շնորհիվ այլ համեր բույրեր շատ մրգային գինիներ են ստացվում եւ շուտ խմվող Թեթև ավելի թեթև նուրբ մրգային, հա, այսինքն դա հնարավորություն է տալիս գինի շատ շուտ շուկայահանել, Բոժոլե Նուվո այդ տոնը կա, խնջույքը կա, չգիտեմ, նոյեմբերի 3-րդ շաբաթին, 5-շաբթի օրը կամ 3-րդ 5-շաբթի օրը։ Հետաքրքիր է, դա փաստորեն այդքան էլ նոր աշխարհի տեխնոլոգիա չի, հա, դա նոր աշխարհի տեխնոլոգիա չի, Բոժոլեին հենց հատուկ տեխնոլոգիա է։ Եվ զավեշտալի է այն, որ Բոժոլե ռեգիոնում հենց Դյուբով, եթե չեմ սխալվում, այդ անձի անունը ես չեմ հիշում, բայց ինքը այդ խնջույքի հաշվին գինին շուտ շուկայահանելու շնորհիվ մեծ ծավալների գինիներ է վաճառել, բայց միևնույն ժամանակ դա վնասել է ընդհանուր Բոժոլե ռեգիոնի հեղինակությանը, այսպես ասած, օրինակ Բոժոլեում էլ կան 10 ապելասիոններ, այսպես ասած, Սենտամուր, սա որոնք կարող ես երկար պահել, բայց մարդկանց մոտ արդեն կա այդ ասոցիացիան, որ Բոժոլեն շուտ խմվող գինի է 1-2 ամիս, 3 ամիս, չգիտեմ, 1 տարի ու վերջ, հա, նման մի բան, այսինքն միշտ մեդալը երկու կողմ ունի ու կարբոնիկ մացերացիա ասացնել, օրինակ Բուրգունդիայում էլ կարբոնիկ մացերացիա որպես այդպիսին դասական ամբողջովին, հա, այդպես ածխաթթու գազով փակել, լեսանել, անել չկա։
բայց մասնակի կարբոնիկ մացերացիա կարող է լինել, այսինքն եթե դու պահաման լցնում ես ամբողջական հատիկներ, չջարդած խաղող, այո, չջարդած ամբողջական ողկույզ կամ ամբողջական հատիկներ, հատիկների մի մասը նույնիսկ երբ սկսում ես արդեն մամլել, արդեն առաջին հոսքը գինու մի մասը առանձնացնում ես free run, այսպես կոչված, կան հատիկներ, որոնք դեռ ամբողջական են եւ դրանց ներսում մաշկից կեղևից արդեն երևում է, որ հատիկի ներսում խմորում ամեն դեպքում գնացել է, բայց այնտեղ շեշտը այդ կարբոնիկ մացերացիա բառը առանձնապես չի օգտագործվում եւ քանի որ նոր աշխարհում ինչպես ասացինք իրենք շատ նորարար են, հա իրենք կարող են այդ տեխնոլոգիան, ինչպես եւ շատ այլ տեխնոլոգիաներ օգտագործել, փոխել Այսինքն սահմանափակումները ավելի քիչ է, ստեղծագործելու հնարավորությունները ավելի շատ է տրված։ Ինձ թվում է Հայաստանն էլ այս բային շատ լավ շանս ունի, քանի որ չկան հատուկ կարգավորումներ, հատուկ խիստ օրենքներ, ամեն գինեգործարան, ամեն գինեգործ ազատ է։ Ինչ որ փորձեր անել, չէ, տարբեր տեխնոլոգիաներ, տարբեր խաղողներ, նույնիսկ խաղողներ, որոնք ունիվերսալ են, այսինքն եւ սեղանի խաղող են եւ ինչ որ չափով տեխնիկական փորձեր անում են գինիներ ստանալ, այսինքն ոնց դու նշեցիր, մեդալը երկու կողմ ունի։ Մի կողմից ապելացիաները օգնում են շատ բարձր որակի գինիներ ստանալուն, բայց մյուս կողմից սահմանափակում են ստեղծագործական միտքը։ Կարող ենք այդպես ձևակերպել, թե չէ։ Կարող ենք, ես համեմատեմ քո արտահայտած մտքին եւ մի բան էլ կա, ես հաճախ օրինակ զրույցի ընթացքում մի քանի անգամ արդեն Բուրգունդիա ասացի, դա իմ ամենասիրած խաղաղագործական շրջանն է եւ ես այնտեղ նաեւ աշխատել եմ, ուսումնական պրակտիկայի եմ եղել, մոտ 2 տարի աշխատել եմ, օրինակ Բուրգունդիայում ընդհանուր առմամբ Եվրոպայում այդ ապելասիոնների, այսինքն կարգավորվող ծագման ինչ որ տարածաշրջան եւ դրա հետ կապված անուն, որ կարող է սպիտակի վրա օգտագործել 1935-1937 այդ թվականներին է այդ ինստիտուտը հիմնվել Ֆրանսիայում, կոչվում է INAO, Institut National des Appellations d'Origine, այդ ինստիտուտը հաստատությունը պետական կատարել է դասակարգումը օրինակ Բուրգունդիայի այգիների, Բորդոյի, Էլզասի եւ այլն, բայց այնպես չի որ իրենք մի օր արթնացել են եւ 1-2 տարում որոշել որ այգին ինչ դասակարգում ունի։ Նույն Բուրգունդիայում, չգիտեմ, վաղ միջնադարից կամ չգիտեմ 1100 քանի թվականից Կլովուժո վանական համալիրում վանականները, թե ցիստերցիան վանականները, թե բենեդիկտյան վանականները իրենք ժամանակ են ունեցել, խաղողի այգիներ են ունեցել, նախ ծիսական նպատակներով գինի են արտադրել, երկրորդը իրենց սպառման համար եւ ժամանակ ունենալով նաեւ գրառումներ են կատարել ու ժամանակի ընթացքում նկատել են, որ այս այգին տարի մի ոճի գինի է տալիս, այս այգին այլ ոճի գինի է տալիս։ Այսինքն այդ բոլոր գրառումները, կոնկրետ Բուրգունդիայի այգիների դասակարգումը, ընդ որում այդտեղ այգիներն են դասակարգված, ոչ թե գործարանը, արտադրողը, այլ այգին։ Այդտեղ կա 100-ամյա պատմություն, հա, վանականներից հետո ինչ որ գրողներ եւ այլն վաճառքի ինչ որ փաստաթղթեր, բայց ոչ միայն դա, այլ քննադատների նկարագրությունը։ Ոչ թե մեկ օր արթնացել են եւ որոշել, որ սա բարձրագույն կարգի այգի է, օրինակ Grand Cru, լավագույն այգիների դասինա այգիներից է, իսկ սա օրինակ, չգիտեմ, հասարակ ռեգիոնալ կարգի այգի է, այլ դրա համար ինչ որ հիմք է եղել։ Ուզում եմ ասել, մեզ մոտ մենք դեռ շատ ճանապարհ ունենք անցնելու, հա։ Ես դեմ չեմ ինչ որ կարգավորումների, բայց ընդհանրական եւ մի այլ ասպեկտ էլ որ շատ կարեւոր է, ի սկզբանե դասակարգման նպատակը նաեւ եղել է արտադրողին, մենք երկուսով գինի ենք արտադրում նույն գյուղում Բուրգունդիայում, օրինակ Վոն Ռոմանե, գուցե ես այլ տեղից եմ գինի գնում կամ այլ խաղողի սորտ եմ խառնում եւ այլն, հա, վատ գինի եմ արտադրում, երկուսս գրում ենք Վոն Ռոմանե եւ մարդիկ ասոցիացնում են Վոն Ռոմանեն վատ ինչ որ կեղծ գինու հետ։ Կամ ես էլ եմ վաճառում այդ նույն անվան տակ, բայց ավելի էժան գինի եմ լցրել, այսպես ասած։ Ի սկզբանե արտադրողների միջև մրցակցությունը եւ արդար խաղի կանոնները ապահովելու համար են եղել, բայց հիմա նաեւ գինիների ճանաչելիության համար են։ Այսինքն իմ ասածը այդքան էլ ճիշտ դուրս չեկա, որովհետեւ այդ 100-ամյակների ընթացքում շատ փորձեր են արվել, այդ փորձերի հիման վրա են այգիները դասակարգվել։ Ու մենք մի քանի 100 տարի հետ կլինենք, բայց կարծում եմ առաջիկա 100 տարում
գինեգործների շնորհիվ բավականին լավ հետազոտություններ արած կլինենք նույն միկրովինիֆիկացիա հասկացողությունը կա ամեն գինեգործ եթե իր կյանքի ընթացքում տարբեր փորձեր անի տարբեր տարածաշրջանների խաղողների տարբեր սորտերի հետ դա կօգնի հետագայում դա հիմք կհանդիսանա ապելացիոնների համար Հայաստանում։ Միանշանակ, բայց ես դեմ չեմ որ մենք սկսենք այդ գործընթացը, քանի որ ինչ որ պահի պետք է սկսել։ Օրինակ ինձ համար ակնհայտ առաջին մոդելը, առաջին մեր շրջանը, որտեղ կարելի է դա անել, օրինակ Վայոց ձորն է Արենի խաղողը, հա։ Եթե օրինակ ուզում ես նշել Վայոց ձոր կամ չգիտեմ պայմանական հարցը, հա, որ տարածաշրջանը, որ հատվածը, որ գյուղերը, որ պայմանով, այդ կարգավորումը կարող է լինել։ Տեսոս, ենթադրենք Հայաստանի կառավարությունը կամ խաղաղագործության եւ գինեգործության հիմնադրամը ինչ որ մարմին, ինչ որ կարգավորում մտցեց Արփա Վելի կամ Վայոց ձոր կամ որևէ բան։ Կամ ես ուզում եմ իմ խաղողը աճեցնել համաձայն այդ կանոնակարգման եւ օգտագործել այդ անունը օրինակ Արփա Վելի կամ ես ասում եմ օրինակ ոչ ես չեմ ուզում դա անել։ Իրական մի հետաքրքիր օրինակ կարող եմ բերել աշխարհում կա այսպիսի հասկացություն գինեգործության ոլորտում գինեսերները լսած կլինեն Super Tuscan, Super Toscanյան գինիներ։ Տոսկանայում հիմնական խաղողի տեսակը հայտնի տեսակը Սանջովեզեն է, Իտալիայում, այո, Տոսկանայում 1970-ական թվականներին ինչ որ ընդվզում է եղել, ինչ որ անձանց, ինչ որ գինեգործներ որոշել են գինի արտադրել կարգավորումներից դուրս, նույնիսկ Սանջովեզեն կյանտի գինին արտադրելու համար Սանջովեզե խաղողից իրենք ստիպված էին նաև սպիտակ խաղող 1-2%, պատմականորեն այդպես է եղել, կարգավորման մեջ այդպես է եղել, որ պետք է 1-2% այս խաղողից էլ հետը խառնես բլենդ անես։ Որոշել են այդպես չանել, օրինակ 100% Սանջովեզե խաղողից արտադրել կյանտի, եւ այդ դեպքում իրենք չեն կարողացել օգտագործել այդ անվանումը, հա։ Կամ ուրիշները որոշել են Բորդո ռեգիոնում Ֆրանսիայի, հա, Ֆրանսիայի Բորդո ռեգիոնի խաղողի սորտեր Cabernet Sauvignon, Merlot, Cabernet Franc աճեցնել Տոսկանայում։ Դա արել են եւ ամենահայտնի գինիները Super Tuscan գինիների մի մասը Սանջովեզեից է, բայց մեծ մասը ամեն դեպքում բլենդ է Բորդոյի խաղողի տեսակների հետ կամ բացառապես Բորդոյի խաղողի տեսակներից է։ Նկատի ունեմ կարգավորումը կար, բայց իրենք հաղթեցին այդ կարգավորումները, ազատ էին։ Չեն կարող պարզապես գրել կյանտի եւ ավելի հայտնի դարձան։ Գարաժիստների պես գարաժային գինիները իրենք էլ չեն ընդվզեցին ընդհանուր համակարգի դեմ։ Ահա, ինչ որ կերպ այո, ընդհանրություններ կան։ Եվ շատ ավելի ուշ հայտնի Super Tuscan գինիներից մեկը օրինակ Տինյանելո դա գրեթե ինքն իր ապելացիոն ունի, այսինքն ինչ որ բանի հասնելով ես ավելի ազատական եմ, այսինքն կարգավորումը պետք է ինչ որտեղ պետք է սկսենք, բայց ոչ շատ խիստ եւ ոչ շատ ասենք այս այգին լավագույն այգին անա ոչ, բայց ընդհանուր ինչ որ ռեգիոնի տարածաշրջանի ինչ որ գյուղերի, որ դեպքում օրինակ այլ Աղավնաձոր բառը գրել գյուղի վրա, որ դեպքում ոչ այդպես Հասկացա, թե չէ հիմա ով ինչ որ տես խաղ առնում Աղավնաձորի մոտ գրում ենք Աղավնաձոր, չէ, կամ Արենի են գրում Շատ լավ, ինձ թվում է բավականին ծավալուն խոսեցինք ապելացիոնների մասին, բայց մենք մի տեխնոլոգիայի մասին էլ մոռացանք, դա կախանի մեթոդն է, օրինակ հայկական հին տեխնոլոգիաներից եւ իտալական ամարո, չէ, ամարոն, հա, գինիները, մի երկու բառ կուզեմ դրանց մասին խոսանք, իրանից ինչ է ներկայացնում։ Ամարոնեն դա գինու անվանում է, գինու ոչ է, տեսակ է, այսինքն շշի վրա կարող եք տեսնել ամարոն է գրված, այն արտադրվում է Իտալիայի հյուսիս-արևելքում, Վերոնա քաղաքի եւ ներգրար քաղաքների մերձակայքում, ամարոնեի դեպքում ավելի գինու ոճը որոշվում է արտադրական տեխնոլոգիայով, պրոցեսով, խաղողը հավաքում են եւ հետո ամիսների տևողությամբ չորացնում են, իտալերեն ասում են ապասիմենտո Չամի չեն սարքում Գրեթե, լրիվ չամից չէ, բայց նման մի բան, հաջերի մի մասը գոլորշի անում է եւ դրա շնորհիվ շաքարի պարունակությունը կոնցենտրանում է հատիկների մեջ։ Հետո խմորումն է գնում գինու այդ հատիկների եւ քանի որ շաքարի պարունակությունը բարձր է խմորումը ավելի երկար է ընթանում, քան այլ դեպքերում, հա, կարմիր գինիների։ Ավելի թունդ գինի ենք ստանում։ Ավելի թունդ գինի ենք ստանում, ավելի մարմնեղ, չգիտեմ, հաճախ ամարոնեն նաև
եթե ոչ միշտ, ապա հաճախ հնեցվում է 1, 2, 3 տարի կախված արտադրողից, հա, եւ այդպես մուկ շոկոլադի, մուկ մրգերի, մարմնեղ այդ ոճի գինի է ստացվում, էլի, այսինքն դա ինչ որ սպეციფიկ ոճ է։ Օրինակ, եթե ինչ որ մեկը գնի ամարոնե ու ասի, «Օ, ես թեթև գինի էի ուզում եւ այլն, սա ինձ դուր չեկավ», դա մի քիչ իր խնդիրն է, կամ սոմելիեի, եթե ինչ որ մեկը իրեն խորհրդատվել, որովհետեւ դա ինչ որ հստակ ոճի գինի է։ Եվ ինչպես ասացիր, մեզ մոտ էլ հետաքրքիր է, Հայաստանում նույնպես կա այդ մեթոդը, նմանատիպ, հա, կանխանի Կախել բառից է գալի, խաղողը կախել ենք չորանալու համար։ Եվ քանի որ դու սովորել ես Գերմանիայում, իսկ այս վայնը գերմանական ծնունդ ունի, մի երկու բառ կուզեմ այս վայնի մասին խոսանք։ Ոնց եթե կարելի է նաև կուզեի շատ կարճ անդրադառնալ ընդհանուր Գերմանիայում գինիների դասակարգմանը։ Օրինակ ասացի Ֆրանսիայում տերուարն է, առնվազն Բուրգունդիայում, Բորդոյում, չգիտեմ, Շատոնա, Գործայանի անունն է, հա, գործարաններն են դասակարգված։ Գերմանիայում, քանի որ կլիմայի եղանակային պայմանները, չգիտեմ, 100, 200, 300 տարի առաջ այդքան բարենպաստ չեն եղել խաղողի հասունացման եւ աճեցման համար։ Իրենց մոտ օրինակ դասակարգումը կոչվում է predicate wine, այդ բառը հիշել պետք չէ, իսկ դա զուտ օրենսդրական անվանումն է, իրավական անվանումը, բայց այնտեղ կարևորությունը տվել են խաղողի մեջ շաքարի պարունակությանը։ Օրինակ, եթե գրում ես կաբինետ, պետք է խաղողը այսքան շաքար պարունակի, կաբինետ, Spätlese, Auslese, Trockenbeeren, Auslese եւ այս վայն։ Մի հետաքրքիր բան կաբինետ գինիները, օրինակ հատկապես Մոզել եւ Ռայնգաու շրջանների գերմանական Riesling խաղողից, դրանք շատ թեթև եւ բարձր թթվայնությամբ գինիներ են, հիմնականում կիսաքաղցր կամ գրեթե քաղցր կամ ամեն դեպքում թեթևակի քաղցրություն ունեցող, եւ դա շատ յուրօրինակ դեպք է Riesling-ից կաբինետ գինիները, հա 7-8.5% ալկոհոլի պարունակությամբ թեթև ոնց որ նեկտար լինեն, աստվածների նեկտար, հա։ Դա ինչ որ իրատուկ ոճ է, որը Գերմանիային է հատուկ տրադիցիոն։ Եթե խոսենք դրանից հետո Spätlese ավելի ուշ է խաղողը հավաքում, ինչ ավելի շատ ալկոհոլ է ունենում, էլի կարող է թեթև քաղցրություն ունենալ կամ գրեթե չոր լինել, Auslese, Trockenbeeren, Auslese, այդ դեպքում Botrytis borbos-ը կարող է գինին փչացնել, բայց նաև կա ազնվական noble rot, այսպես են ասում, ազնվական borbos։ Դրա համար եղանակային հատուկ պայմաններ են պետք անձրևից հետո արև, որ չորանա, ասա, բայց ամեն դեպքում ուզում եմ ասել այդ ողքույզին, որ նայեն, հերոստադիտողները նույնիսկ գրեն, կարող է զզվելի թվալ, որտեղ այդպես թոշնած եւ borbosած ինչ որ հատիկներ են, բայց դա ազնվական Trockenbeeren Auslese, դա չոր borbosnած, ազնվածեղ borbosnած հատիկներից են անում եւ դա շատ քաղցր գինի է լինում ու շատ թանկարժեք, հայ որ ողքույզից այսպես ասած կորցնում է իր ծավալը, ջուրն է կորցնում եւ այլն ու հատուկ այդ հատիկներից ստեղծված այդ պատճառով էլ գինը քանի որ քանակը կորցնում է, էլի։ Իսկ այս վայնը էլի հիմնականում Riesling խաղողի սորտից է, կարող է նաեւ այլ սորտերից արտադրել, բայց հիմնականում Riesling եւ այս վայն արտադրելու համար պետք է հավաքը ստորինքի պետք է -7 Celsius լինի ջերմաստիճանը, որ գնաս խաղողը հավաքելու։ Սառած վիճակում լինի խաղողը եւ որպես այդպեսին մամլում ես պրեսի մեջ, հա։ Ըստ էության այդ ջուր հատվածը, սառած հատվածը առանձնացնում ես ու ունեցած արդեն կարող եք պատկերացնել ինչ կոնցենտրացված, հա։ Խիտ ժողովրդական լեզվազը շիրան, մաքուր շիրանա դուրս գալիս։ Մաքուր շիրանա դուրս գալիս։ Ջրային մասն մաքսիմալ փոքրացրած, որտեղ ինքը սառույց կապած վիճակում մնում է ամրիչի մեջ։ Այո, մի մասը գոլոշիացած է, մյուսը որպես սառույց առանձնացավ։ Բայց ինչն է հետաքրքիր, ոչ միայն շաքարն է կոնցենտրացել, այլ նաև թթվայնությունը եւ այլն, որովհետեւ եթե շատ քաղցր ուղղակի միայն շիրա լինի, բայց թթվայնություն չլինի, տհաճ կլինի, էլի բալանսն է, հա։ Բոլոր գինիների դեպքում ամենակարևոր պահը բալանսն է։ Նշենք, որ բավականին թանկարժեք գինիներ են, որտեղ տեխնոլոգիան շատ թանկ է, խաղողը շատ թանկ է լինում, ելքը 8-ից 10 անգամ ավելի քիչ։ Այո։ Եվ որպես կանոն քաղցր չէ, գինիներ է ստացվում։ Դե շատ լավ, շնորհակալություն որ եկար, հիմա բավականին ծավալուն խոսակցություն ունեցանք։ Իհարկե ամեն թեմայի մասին կարելի է 1, 2, 3 հաղորդում նույնիսկ նկարել, խոսալ, ժամանակը մեկը էլի չի հերիքի, բայց սա լավ պատկերացում կտա մեզ եւ մեր սպառողին, որ աշխարհում կան այսևի տեխնոլոգիաներ ու եթե պիտակի վրա տեսնում ես այս վայն գրած կամ ամարոնե չէ գրված կամ կարբոնիկ վայն գրած ինչ որ չափով պատկերացում
արդեն կկազմեն դրա մասին եւ ավելի մեծ հետաքրքրությամբ կգնեն եւ կհիշեն մեր ասածները ու կհամատեն։ Համամիտեմ եւ կարող եմ պարզապես եթե հստակ չի հիմա համացանցը թե արհեստական բանականությունը թե պարզապես սովորական որոնումը ինչ որ բան գրել հասկանալ սա ինչ ոճի գինի է, ինչ տիպի գինի է եւ այդ առումով լավ է որ ինչ որ օգնող բաներ կան, հա, որովհետեւ եթե գինու գիտակ չես գնաս սուպերմարկետ կամ մասնագիտացված խանութ կորնես, չգիտես կխճճվես, հա։ Շնորհակալություն որ եկար։ Շնորհակալություն։ Կհանդիպենք։ Հանդիպենք։ Ես նշեմ, երբ կհանդիպենք, երբ կունենաս քո սեփական գինին, որը որ արդեն ունես, սպասում ենք պիտակավորմանը, երբ շուկա դուրս կգա։ Հավանաբար մի քանի ամսից, 3-4 ամսից, այո, մեծ սիրով։ Անունն նշել, որ հրսադիտողը իմանա թե այս գինին ով է պատրաստել։ Ըստ էության իմ գինու մակնշման պիտակավորման հարցում ես որոշել եմ որպես այդպիսին բրենդ չունենալ, բուրգունդիան ֆորմատով առաջնորդվել, փոքր տարերով իմ անունը Լիլիա Խաչատրյան, քանի որ մարդկանց ամեն դեպքում հետաքրքիր է ով է դա արտադրել, ինչ որ արտադրողի անուն պետք է։ Իսկ որպես այդպիսին բրենդ չկա, ես գրել եմ Աղավնաձոր եւ այգու անունը, հա, առանձին օրինակ օծի գծած Աղավնաձոր խամեր եւ ցանկացած այլանց կարող է այդ անվանումները օգտագործել, որովհետեւ դա տեղանքի մասին է, այսինքն նույնիսկ չեմ նշել Արենի, այլ տեղանքը, որ դա այդ այգու բերքի գինին է։ Հետաքրքիր մոտեցում, ռիսկային, քեզ էլ հաջողություն այս մեծ աշխարհում։ Շնորհակալություն։ Հաջողություն։ Հաջողություն։